Տարբերակ Հակոբյանը խաղում է ձախ, Օլավալ է։ Առայժմ եզրային նետում։ Շապիկից, բայց մրցավարները նման դեպքերում չեն ընդհատի խաղ եւ խաղթում չեն գրացի, այլապես ամեն ստանդարտի ժամանակ պետք է նույն 11 մետրանոցը գրանցի։ Հանում է այստեղ Փիլոյանը։ Երկար նետում է Նդիդին, վտանգավոր կարող է լինել, քիչ էր մնում։ Եզրային նետումից հետո գնդակը գնար դեպի դարպասը։ Հենց նմանատիպ մոտավորապես գոլ եղավ, երբ փոխանցումը վերածվեց գոլի, ճիշտ է ոտքով էր այդ փոխանցումը, այս թիմերի առաջին մրցավեճում այնտեղ անդրադարձը ապա կողմնորոշեց։ Բարենեչի, ներողություն Հակոբյան, ահա Բարենեչին, պատխաղացին, փոխանցում ձախ, Օլավալ է, լավ է զարգանում գրոհը, հյուրերի հիանալի հնարավորություն է առաջ չանում, պետք է ոտքի վրա մնալ, Օլավալ է, դժվարությամբ կարողանում է դա անել։ Սիրում է այդ ֆուտբոլիստը էֆեկտիվ խաղալ, շատ գեղեցիկ հնամ ենք։ Եվ տեսնում ենք ինչպես է Նիկողոսյան օդային պայքարում հաղթում եւ փոխանցում Օլավալեին, նա էլ լավ փոխանցում կենտրոն, իսկ Հակոբյանը չկարողացավ, չհասավ վերջին վայրկյանին այնպես որ մշակի գնդակ, այլապես կարող էր մյուս հարվածով արդեն գրավել դարպասը։ Նա ձեռքով խաղեր հուշում այնտեղ, պաստորեն ձեր հետաքրքիր թե ինքսյանը, Բարենեչի, Հակոբյան կրունկով և նորից խաղթում այս անգամ արդեն Բարենեչի օգտին։ Առաջին այս 25 րոպեների ընթացքում ամենաակտիվ և ամենաշատ ուշադրության կենտրոնում հենց կոլումբացի կիսապաշտպանն է, նախ ոչ ֆուտբոլային կարծես պատճառով, բայց այսպիսի գործողություններով Աղասարյանը հերթական անգամ ցույց է տալիս, որ նա ոչ միայն գնդակ խաղարկող է, այլ նաև սուր փոխանցումներ կարող է կատարել շատ լավ։ Քիչ առաջ Հակոբյանը լավ չկարողացավ մշակել գնդակը նորից։ Նդիդի, կրկին Բարենեչի։ Խորքից փոխանցում առաջ, հասնում է գնդակը Պետրոսյանին։ Տանում է աջ, դրացրեց և բախտը բերեց այդտեղ Սեսայի, որ գոլը չգրանցվեց, հիմա հակագրոհի անցել արդեն Անդրանիկը Օբիչիմա, արագանում է դեպի ձախ, փոխանցում կենտրոն, բայց փակում է փոխանցումը Աղասարյանը, ասում է փոխանցման, Միշևը հիմա է կատարում փոխանցումը, երբ մրցակցի կողմից արդեն պրեսինգ կա, քիչ էր մնում գոլի բերեր դա։ Բարենեչին, հոտքը պարզելով գնդակի առջև, քիչ էր մնում գոլ խփեր, տեսեք։ Եթե գնդակը գնար դարպասը, պատարում է դեպի աջ եզրը, այնտեղ Պողոսյանն է հայտնվել, Պետրոսյան, կրկին Պողոսյան, ձախով է հարվածում, անդրադարձ և կարծես հասավ Փիլոյանը։ Ինգե վերջապես միացրել Անդրանիկը մրցակցի կիսադաշտում և կարողանում է խլել գնդակը, Բարենեչի, շատ բարձր ստացվեց, տանում, հիմա վտանգավոր է, Լյովեն խաղում է հետ, բայց այնտեղ կարծես վնասված գտացավ Աղասարյանը, սա էր պակաս։ Գրոհում է արդեն Անդրանիկը, Նդիդի դեպի Օբիչիման։ Արագանում է Չիման, բայց այստեղ թույլ չի տա իրեն շրջանցել Մարգարյանը, ճիշտ է գնդակ Անդրանիկի Բարենեչի փոխանցումը գլխով հարված բարձր էր։ Կադր խլում է գնդակը Անդրանիկը, վտանգավոր կարող է լինել, խանգարեցին այստեղ միմյանց, ընկնում է։ Եվս մեկ անգամ Բարենեչի դրվագին ավելի ուշադիր լինենք։ Եկին ուրարտուն, բայց որքան այսպես կշարունակվի, Հովանեսյան խաղում է հետ, Օբիչիմա, աչից տարբերակ ունի, խաղում է դեպի Պողոսյանը, փորձեց Տուգանային հրապարակ ուղարկել այնպես, որ թիմաքսին հասնի, բայց փոխանցում Տուգանային հրապարակ, գլխով հարված, շեղեր նորից Կադեր Տրաուրեն օդային պայքարում հաղթեց, ոչ։ Պողոսյան, աչ է հասցնում գնդակը, Օբիչիմա։ Բարձից փոխանցում Տուգանային հրապարակ, բայց այնտեղ միայնակ է։ Անդրանիկի կազմում թե Նդիդին, թե Օլավալեն, թե Օբիչիման, երեքն էլ նիգերացի են։ Ահա Չիման։ Մտով Տուգանային հրապարակ և վաստակում է անկյունային։
Ալեքսանյանը աճ, այստեղ միայնակ են թողել Օբիչիմային, տեսնենք ինչ կանի նա, Տուգանային հրապարակում է, փոխանցում կենտրոն, բայց փակ էր։ Դիրքային առումով լավ էին տեղակայվել